Առաջարկ Հայաստանի ծրագիրը ձևավորվել է ներքևից վերև սկզբունքով, այսինքն մենք ոչ թե կաբինետներում նստած, այլ մարդուց եկած ազդակներով մեր համաքաղաքացիների, մեր հայրենակիցների առաջարկների հիման վրա ձևավորվել է ծրագիր, որ հետո անցել է մասնագիտական ֆիլտրումներով, որտեղ պարզ է, չէ, ասենք շարքային մարդը շատ ռացիոնալ առաջարկ կարող է անել, բայց այդ առաջարկը պետք է մասնագիտական ֆիլտրում անցնի, որպեսզի արժան հավատ դες դառնա եւ վերջո։ Այդ սկզբունքով մեր ծրագիրը հաստատվել է, ձևավորվել է։ Հիմա այն ձեռքի տակ է օրինակ երաշխավորված խաղաղության ծրագիրը, որը երևի ամենաթրենդային ու թրենդայինն է հիմա քաղաքական օրակարգում, որովհետև ի տարբերություն այն նվաստացուցիչ մոդելի, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում այս իշխանությունը առաջ է մղում, մենք երաշխավորված խաղաղության մոդելն ենք առաջարկել, որից իշխանությունը շատ վատ է զգացել։ Ես ուրախությամբ պիտի նշեմ, որ այս երաշխավորված խաղաղության մոդելը նաև ընդդիմադիր այլ ուժեր են որդեգրել, բայց սրա ուզում եմ ասեմ, սրա հեղինակային իրավունքը մեզ է պատկանում, ամենալավ մշակումը մեր մոտ է։ Երիտասարդության մասով ունենք շատ համապարփակ ծրագիր։ Ունենք ծրագիր գյուղատնտեսության մասով, ընդ որում սա դիտարկվել է որպես ազգային անվտանգության գործոն, եւ ունենք մեդիա նախագծերին վերաբերվող առանձին ծրագիր, սրանք դերևս հրապարակված ծրագրերն են, բայց տպագրության են պատրաստում եւս 1-2 այլ ծրագրեր, մի խոսքով մենք այսպես բազմաշերտ ու տարբեր բրոշյուրներով ենք տպել, որպեսզի հասարակության յուրաքանչյուր շերտ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրեն ու իր խնդիրները գտնի